Սոցիալական պաշտպանության ոլորտում թվային ծառայություններն ավելի անվտանգ են դարձել։ Տեղեկատվական անվտանգության, կիբերանվտանգության և համակարգերի կառավարման միջազգային ստանդարտին համապատասխանության համար աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նոր տեխնոլոգիաների կենտրոնը հավաստագիր է ստացել։ Սա անշուշտ նոր նշաձող է, ոչ միայն թվային փոխակերպման համատեքստում Հայաստանի պետական համակարգերի, այն է GovTech-ի համար, այլ նաև սոցիալական ծառայությունների առհասարակ, սոցիալական ծառայությունների, թվային ծառայությունների համար։ Գործընթացը տևել է 3 տարի, հավաստագիրը ստացել են Եվրամիության հատուկ կառույցից։ Սա ISO 27001-2022 թվականի ստանդարտն է, ամենավերջին եւ այսպես ասած, խիստ տարբերակը, որը ոչ միայն տեղեկատվական համակարգերի, այլ նաև ֆիզիկական անվտանգության չափորոշիչներ է սահմանել։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվական բոլոր համակարգերը կառավարվում են հենց այս կենտրոնից, եւ այստեղ է կուտակվում, մշակվում եւ արխիվացվում քաղաքացիների մասին ամբողջ ինֆորմացիան, որի պաշտպանության նպատակով կենտրոնը հագեցվել է անվտանգության ժամանակակից համակարգերով։ Սա նաև ցույց է տալիս, որ մենք բարձր ենք գնահատում մեր քաղաքացիների տվյալների մշակման process-ը, բարձր ենք գնահատում նրանց տվյալները, որոնք որ անհրաժեշտ են այս կամ այն ծառայությունը մատուցելու համար։ Սա նաև կարևոր է պետության համար, քանի որ այսպիսով մենք միջազգային չափորոշիչներին համապատասխան ենք կարողանում մշակել տվյալները, որոնք հենքն են տվյալահեն քաղաքականությունների մշակմանը։ Սոցիալական պաշտպանության ոլորտի թվային փոխակերպումը կենտրոնում մեկնարկել է 2021 թվականին եւ կշարունակվի մինչեւ 2026 թվականը։ Մեր ամենահաջողված վերջին ծրագրերից մեկը անձի ֆունկցիոնալությունը գնահատող e-disability համակարգն է։ Այս տարի Հայաստանում տեղի ունենալիք միջազգային համաժողովում կքննարկվի նաև այլ երկրներում այս հարթակի ներդրման հնարավորությունները։ Կենտրոնը առաջիկայում կներկայացնի նաև ի-work աշխատանքի եւ զբաղվածության հարթակը։ Վրույր Մկրտչյան, Արամ Հարությունյան, լուրեր։